Մանիպուլացված տեսանյութեր, կեղծ հայտարարություններ, իրականությունից կտրված պատմություններ, մենք առանձնացնում ենք ամենաշատ տարածվող ֆեյքերը և ստուգում փաստերը, որտեղ է ավարտվում մանիպուլյացիան և որտեղ սկսվում իրականությունը, ճիշտն ընդդեմ ֆեյքի, պարզենք միասին։ Ընտրակեղծիք, թե ընտրությունների շուրջ հերթական կեղծիք։ Ընտրություններն ավարտվել են, բայց հետընտրական աղմուկը դեռ բարձր է ու տարածվում է կեղծ տեսանյութերով։ Օրինակ, Արերը հատ է տեղ կհասնի, ես մեկներ, ես սովը։ Ես կեղծին ոնց էլ ձեր են տալիս, Քեզ դա կով է հապվում, հատ էլ իշխանություն է։ Սա ոչ թե որևէ ընտրատեղամասում է եղել, այլ որևէ մեկի համակարգչի մեջ արհեստական բանականության միջոցով։ Բացի նրանից, որ տեսանյութում հնչող ձայնը վարժ չէ, ծրարն ու քվեաթերթիկի վրա դրված դրոշմանիշն էլ չեն համապատասխանում այս ընտրություններում կիրառվող նմուշներին։ Համեմատենք միասին։ Այս տեսանյութում ծրարը սպիտակ է, մինչդեռ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում ծիրանագույն ծրարներ են տվել բոլոր ընտրողներին։ Հիմա դրոշմանիշը համեմատենք, տեսանյութում սև է, իսկ մեր ընտրություններին կիրառվել է մանուշակագույն։ Ու չնայած կեղծիք լինելուն, այն դիտել են միլիոնավոր մարդիկ։ Նախ տարածվել է X-ում, հիմնականում անգլալեզու բոտային օգտահաշիվներով, որոնց հրապարակումները ընդհանուր առմամբ Հայաստանի թեմատիկայի հետ առնչություն չունեն։ Միայն այստեղ 2,5 միլիոնից ավելի դիտում է ունեցել, Նիկոլ Փաշինյանին ուղղված վատ մեկնաբանություններով։ Բայց հայկական լսարանը ևս անմասն չի մնացել, X-ում մի լավ տարածվելուց հետո սկսել է տարածվել նաև Facebook-ի հայկական տիրույթում կեղծ օգտահաշիվների միջոցով, հազարավոր դիտումներով ու հարյուրավոր տարածումներով։ Թե ովքեր են հեղինակները կարելի է միայն կռահել տեսանյութի բովանդակությունից, որտեղ իբր հանձնարարված է մկրատով կտրել 3-րդ ուժեղ Հայաստանի և 17-րդ Հայաստան դաշինքի քվեաթերթիկները։ Civilnet-ի փաստերի ստուգման հարթակը նաև ստուգելու պարզել է նմանատիպ տեսանյութեր քվեաթերթիկների իբրև դիտավորյալ ոչնչացման մասին։ Տարածվել էին նաև Գերմանիայի, Մոլդովայի ընտրությունների ժամանակ։ Մոլդովայում էլի իշխանություններին մեղադրում էին ընդդիմության քվեաթերթիկները ոչնչացնելու համար։ Մինչ դուք դիտում էիք այս տեսանյութը սոցիալական ցանցերում ինչ-որ միտեղ գուցե ստեղծվում էին նորերը, մենք ստուգում ենք ամենաբարձր հնչող հայտարարությունները, համադրում փաստերը և պարզում, որտեղ է ճիշտը, որտեղ ֆեյքը։